Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հեսու 8-րդ գլուխ Քայիի քրավումն ու գործանումը։ Դերը Հեսուի ասավ. մի վախնար ու մի զարհուրիր, արքեզի այդ ամբողջ բادرազմի ժողովուրդը գանքնե եւ բարձրացիր թեպի Քայի։ Նայե, Քայի թագավորը անոր ժողովուրդը, անոր քաղաքն ու անոր երգիրը քու ցերկդ մատնեցի։ Քայիի եւ անոր թագավորին ըրե ինչպես որ Երիկովի ու անոր թագավորին ըրիր։ Միայն անոր ավարը եւ անոր անասունները ցեզի համար գողոպտեցեք։ Քաղաքին յետևի գողմեն թարանտիր։ Ուստի Հեսու եւ ամբողջ բادرազմի ժողովուրդը գանքնեցան, որբեսի թեպի Քայի բարձրանան։ Հեսու 30,000 մարդ զորավոր գդրիչներ ընտրեց ու զանոն քիշերը ղրկեց, անոնց պատվիրեց. նայեցեք, թու քաղաքին յետևեն, այդ քաղաքին համար թարան պիտի մտնեք, քաղաքին շատ մի երանաք եւ բոլոր տալ պատրաստ եղեք։ Ես քաղաքին պիտի մոտենամ ինձի հետ եղող ամբողջ ժողովուրդով, ու երբ անոնք դուրս ելեն մեր թիմաց, առաջին անգամին պես անոնց արջևեն պիտի փախչինք։ Անոնք մեր յետևեն դուրս պիտի ելեն, մինչև որ զանոն քաղաքեն հեռացնենք։ Արտարև անոնք պիտի ասեն. մեր արջևեն փախան առաջին անգամին պես, ու մենք անոնց արջևեն պիտի փախչինք։ Այն ադեն թարանեն ելեք ու քաղաքը քրավեցեք, քանի դերը ծեր Աստվածը զայն ծեր ցերկը պիտի մատնե։ Երբ քաղաքը քրավեք, քաղաքը գրագով վարեցեք, դիրոջ հրամանին համաձայն ըրեք։ Նայեցեք, ցեզի պատվիրեցի։ Հեսու զանոնք ղրգեց եւ անոնք կացին թարանը մտնելու Փեթելի ու Քայիի մեջտեղ, Քայիի արեմդյան գոմը։ Հեսու այդ գիշեր ժողովրդին մեջ իջևանեցավ։ Հեսու արդուն գանուխ ելավ, ժողովուրդը աչքի անցուց ու ժողովրդին արջևեն թեպի Քայի բարձրացավ, ինք եւ Իսրայելի երեցները։ Իրեն այդ ամբողջ բادرազմի ժողովուրդն ալ բարձրացավ, մոտեցավ, քաղաքին թիմաց հասավ ու Քայիի հյուսիսային գոմը փանագեցավ։ Անոնց եւ Քայիի մեջտեղ ծոր մգար։ Հեսու 5,000-ի չափ մարդ արավ ու զանոնք թարանի մեջ դրավ Փեթելի եւ Քայիի մեջտեղ քաղաքին արեմդյան գոմը։ Երբ ժողովուրդը ամբողջ բանակը քաղաքին հյուսիսային գոմը դրին, իսկ իրենց թարանագալները քաղաքին արեմդյան գոմը, Հեսու այդ գիշերը Հովիդին մեջտեղը գնաց։ Երբ Քայիի թագավորը ասիգա տեսավ, քաղաքին մարդիկը շտապեցին ու գանուխ ելան։ Ինք եւ իր ամբողջ ժողովուրդը դուրս ելան Իսրայելի թեմ, որբեսի սահմանված ադենին թաշկին վրա բادرազմին։ Սակայն չէր գիտեր, թե քաղաքին յետևը իրեն համար թարան տրված էր։ Հեսու եւ ամբողջ Իսրայելը զիրենք անոնց արջև բարդված ցևացնելով անաբադի ջամփան փախան։ Քաղաքին մեջ եղող ամբողջ ժողովուրդը գանչվեցավ, որբեսի զանոնք հետաբնթեն, ու Հեսուն հետաբնթելով քաղաքեն հեռացան։ Քայիի եւ Փեթելի մեջ մարդ չմնաց, որ դուրս չելե Իսրայելի յետևեն։ Ուստի քաղաքը բաց թողուցին ու Իսրայելը հետաբնթեցին։ Դերը Հեսուի ասավ. ցերկդ եղող դեկը երկարե թեպի Քայի, քանի որ զայն քու ցերկդ պիտի մատնեմ։ Հեսու ցերկ եղած դեկը թեպի քաղաքը երկարեց։ Թարանագալները շուտով իրենց դեղեն գանքնեցան, երբ ան իր ցերկը երկարեց, վազեցին, քաղաքը մտան եւ զայն կրավեցին, ապա շտաբելով քաղաքը գրագով վարեցին։ Քայի մարդիկը իրենց յետևը դարձան ու նայեցան, եւ ահա քաղաքին մուխը մինչև երգին կբարձրանար։ Հոս կամ հոմ փախչելու զորությունը չունեին, որովհետև անաբադը փախչող ժողովուրդն ալ զինք հետաբնթողներուն թեմ դարձավ։ Երբ Հեսու եւ ամբողջ Իսրայելը տեսան, թե թարանագալները քաղաքը քրավեցին ու քաղաքին մուխը կբարձրանար, վերադարձան եւ Քայիի մարդիկը զարգին։ Մյուսներն ալ քաղաքեն դուրս ելան իրենց դիմաց։ Ուստի Քայիի մարդիկը մեկ կողմեն ասոնք ունենալով ու մյուս կողմեն ալ անոնք իսրայելացիներու մեջտեղը մնացին, որոնք զիրենք զարգին մինչև որ իրենց մե ոչ մեկը վերաբրող կամ ազատած մնաց։ Քայիի թագավորը ողջ բռնեցին ու զայն Հեսուի ներկայացուցին։ Երբ իսրայելացիները Քայիի բոլոր բնակիչները ամբողջովին չարտեցին դաշտավայրին վրա, այն անաբադին մեջ, ուր զիրենք հալածեր էին, եւ անոնք բոլորն ալ սուրի փերանե ինալով սպարեցան, բոլոր իսրայելացիները Քայի վերադարձան ու զայն սուրի փերանե անցուցին։ Այդ օրը ինգածները, թե այր մարդիկ եւ թե գիներ 12,000 էին, այսինքն Քայի բոլոր մարդիկը։ Հեսու իր ցերկը, որով դեկը երկարած էր, ետ չքաշեց,
մինչև որ քայի բոլոր բնակիչները անջիտեց։ Իսրայելացիները միայն անասուններն ու քաղաքին ավարը իրենց համար գողոպտեցին Տիրոջ Հեսուի հրամայած խոսքին համեմատ։ Հեսու քային այրեց եւ զայն մշտնչենավոր փլադակ ըրավ, մինչև այսօր դևող ամայություն։ Քայի թակավորը ծարեմը գախեց մինչև իրիգուն, երբ արևը մայր մտավ, Հեսու հրամայեց, որ անոր թիագը ծարեն իջեցնեն, զայն քաղաքին տրամուտ կնետեցին ու անոր վրա մեծ քարագույտ մը գանկնեցուցին, որ գգենա մինչև այսօր։ Օրենքը կկարտացվի Քեփաղ լերան վրա։ Այն ադեն Հեսու զոհասեղամը գառուցանեց Տիրոջ Իսրայելի աստուծույն Քեփաղ լերան վրա, ինչպես Տիրոջ ծառան Մովսես Իսրայելի որդիներուն բադվիրեր էր։ Մովսեսի օրենքի քիրքին մեջ գրվածին համաձայն Հեսու այս զոհասեղանը անդաշ քարերը գառուցանեց, որոնց երկաթ թված չէր, եւ անոր վրա Տիրոջ ողջագեզներ ու խաղաղության զոհեր մատուցանեցին։ Եվ հոն այդ քարերուն վրա գրեց Մովսեսի օրենքի քիրքին օրինակը, որ ան Իսրայելի որդիներուն արչև գրեր էր։ Ամբողջ Իսրայելը, նաև իր երեցները, ոստիկաններն ու դատավորները, դաբանագին մեկ կողմը եւ մյուս կողմը գայնած էին։ Տիրոջ ուխտին դաբանագը գրող ղևտացի քահանաներուն արչև, թե քաղաքտականները եւ թե բնիկները։ Անոնց գեսը Քարիզին լերան թիմած գայնեցավ ու գեսն ալ Քեփաղ լերան թիմած, ինչպես Տիրոջ ծառան Մովսես նախաբես բադվիրեր էր, որբեսի Իսրայելի ժողովուրդը օրհնեն։ Հետո օրենքին բոլոր խոսքերը գարտած, թե օրհնությունները եւ թե անեցները, ամեն ինչ որ գրված էր օրենքի քիրքին մեջ։ Մովսեսի բոլոր բադվիրածներեն բնավ խոսքը չմնաց, որ Հեսու չգարտած Իսրայելի ամբողջ համախմբումին, նաև անոնց գիներուն ու մանուկներուն եւ անոնց մեջ շրջող քաղաքտականներուն արչև։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։